ՄԱԿ-ը աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարի նոր էջ է բացում Հայաստանի առաջարկած եւ գլխավոր վեհաժողովում միաձայն ընդունված ցեղասպանության զոհերի հիշատակի եւ դրա կանխարգելման միջազգային օր հռչակելու բանաձևը կոչ է անում աշխարհի բոլոր երկրներին, ՄԱԿ-ի բոլոր կառույցներին, միջազգային ու հասարակական կազմակերպություններին ոգեկոչելու հարգել ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ Խորհրդանշական օրը կլինի դեկտեմբերի 9-ը։ Միավորված ազգերի կազմակերպությունը իր անդամների եւ ամբողջ համակարգի միջոցով համատեղ գործողությամբ պետք է ցուցադրի այս անմարդկային հանցագործությունից աշխարհը վերջնականապես ազատելու իր կարողությունը։ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը համահեղինակ 84 երկրների անունից ներկայացնելով բանաձևը հայտարարել է, որ ցեղասպանությունների կանխարգելմանը հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կամք դրսևորել։ ՄԱԿ-ի արձագանքման մշակույթը մենք պետք է փոխենք կանխարգելման մշակույթով։ Վստահ ենք, որ ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը կարևոր հարթակ կհանդիսանա հիշատակման միջոցով ապագայում այդ ոճրագործության կանխարգելման համար։ Այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հրավիրի անդամ բոլոր երկրների ուշադրությունը ընդունված բանաձևին, ուղարկի ՄԱԿ-ի բոլոր կառույցներին։ Գլխավոր վեհաժողովի բանաձևը երկար ճանապարհի ավարտն էր։ Մարտին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունել էր Հայաստանի նախաձեռնած մեկ այլ փաստաթուղթ, որտեղ նշվում էր, որ ցեղասպանությունների ժխտման եւ արդարացման փորձերը վտանգում են դրանց հետագա կանխարգելումը։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։